Ողջույն ձեզ, հեռուստադիտողը հարցնում է, Ծաղկազարդի տոնի ժամանակ, երբ որ Քրիստոս մտավ Երուսաղեմ, բնակիչները Երուսաղեմի փառաբանություններով եւ ովսանաներով ընդունեցին Տիրոջը։ Սակայն նույն մարդիկ մեկ շաբաթ հետո պահանջեցին, որ Քրիստոսին խաչեն։ Ինչն էր պատճառը, որ այդքան արագ այդ նույն մարդիկ, ովքեր որ պատրաստ էին Քրիստոսին ընդունելու իբրև թագավորի, իբրև փրկչի, հանկարծ հրաժարվեցին Քրիստոսից եւ նրան դատապարտեցին խաչելության։ Իրականում պատկերացումներն էին սխալ եւ պատկերացումներն էին տարբեր, որովհետեւ Ծաղկազարդի տոնի օրը, երբ որ Քրիստոս մտավ Երուսաղեմ եւ մարդիկ դուրս եկան ցնծությամբ եւ փառաբանությամբ Տիրոջը դիմավորեցին, իրենք Քրիստոսին ընկալում էին իբրև աշխարհիկ առաջնորդի, փրկիչ, սակայն աշխարհիկ իմաստով։ Մենք գաղտնիք չէ, որ հրեաները դարերով փայփայած երազանք ունեին այն ժամանակ վերականգնելու Դավթի հզոր թագավորությունը, սակայն միևնույն ժամանակ հասկանում էին, որ իրենց ուժերով միայն հաշվի առնելով եւ քանակական հանգամանքը, որ փոքր ժողովուրդ էին, փոքրիկ կիսաանկախ պետություն ունեին, հնարավորություն չունեին զինվելու համապատասխան կերպով, այնպես ինչպես հռոմեական բանակներ եւ լեգիոններն էին զինված, հասկանում էին, որ իրենց սեփական ուժերին ապավինելով երբեք չպիտի կարողանային հաղթահարել հռոմեական կայսրության այդ արգելքը եւ վերականգնել իրենց երազած վաղեմի այն հզոր թագավորությունը, որը կար Դավիթ թագավորի օրոք։ Սակայն միևնույն ժամանակ հրեաները տեսնում էին Քրիստոսին, ով կարողանում էր 5000 մարդու 5 հացով կերակրել, ով կարողանում էր մահացածին հարություն տալ, ով կարողանում էր տարբեր հիվանդություններ բժշկել, կարողանում էր հեղինակությամբ խոսել, կարողանում էր մարդկանց մի հոծ բազմություն առաջնորդել եւ մարդկանց հետ շատ արագ կոնտակտի մեջ էր մտնում Քրիստոս եւ կարողանում էր մարդկանց սերը վայելում էր մարդկանց սերը եւ մի տեսակ իբրև առաջնորդի իդեալական կերպար էր Քրիստոս։ Եվ շատ հրեաներ իրապես մեծ հույսեր էին կապում Քրիստոսի այս կերպարի եւ հրաշագործ զորության, Քրիստոսի սրբության, այն զորության, որը ուներ Քրիստոս, որով եւ կարողանում էր մարդկանց համախմբել եւ կարողանում էր առաջնորդել։ Ուրեմն սրանից ավելի լավ թագավոր որտեղից պիտի գտնեին հրեաները, ով կարող էր սովածներին կերակրել, հիվանդներին բժշկել, կարողանում էր համարձակ կերպով իշխանությունների դեմ խոսել եւ քննադատել ղեկավարներին եւ իշխանություններին։ Ուրեմն մեծ հույսեր էին կապում հրեաները Քրիստոսի հետ եւ ավելի շատ Քրիստոսի մեջ տեսնում էին իբրև աշխարհիկ առաջնորդի, ով իրենց կտաներ դեպի ազատագրում հռոմեական կայսրությունից եւ կվերականգներ իրենց երազած այդ հզոր թագավորությունը։ Սակայն եւ սա էր պատճառը, որ Ծաղկազարդի տոնի ժամանակ բոլորը սպասում էին, որ ուր որ է Քրիստոս պիտի հայտարարեր, որ ինքը գնում է պայքարելու ընդդեմ հռոմեական կայսրության։ Բոլորն էլ իրենց հոգու խորքում կարծես թե սպասում էին եւ հավատում էին սրան։ Այլապես ինչի էր եկել Քրիստոս, ինչի էր պետք այս քարոզ, ինչի էին պետք այդ հրաշքները եւ այն ամեն ինչ, որ կատարեց Քրիստոս երկրի վրա։ Ուրիշ կերպ հրեաները չէին պատկերացնում։ Եվ ցավոք սրտի սա էր պատճառը, որ երբ որ Քրիստոս մտավ Երուսաղեմ եւ մտավ խաղաղության ավետաբերի կերպարով, ոչ թե ձիու վրա նստած, այլ ավանակի, եւ սա պատահական չէ, որ ավետարանիչները հիշատակում են, որովհետեւ ձին ավելի շատ ռազմի, պատերազմի խորհրդանիշն ուներ, իսկ ավանակը խաղաղության խորհուրդն էր, որ ընդգծում էր հատկապես այս պատմության մեջ։ Ուրեմն մարդիկ տեսան, որ Քրիստոս բնավ նպատակ չունի հեղափոխություն բարձրացնելու, առաջնորդելու մարդկանց հռոմեական կայսրության դեմ եւ ազատագրելու, վերականգնելու իրենց ցանկացած այդ աշխարհիկ թագավորությունը։ Եվ շատ հստակ էր, որ
Քրիստոս առաջին հերթին հստակորեն ուզում էր մարդկանց խուսափել մարդկանց անմեղ զոհերից, որովհետև շատ լավ հասկանում էր, որ հռոմեական կայսրության դեմ ցանկացած ոտնձգություն եւ ապստամբություն պիտի ավարտվեր արյունալի իրադարձություններով եւ Քրիստոսի համար թանկ էր յուրաքանչյուր մարդու կյանքը, չէ՞ որ ամեն մի մարդու համար եւ ամեն մարդու փրկության համար Քրիստոս պատրաստ էր իր կյանքը տալու։ Սակայն հրեաները դա չհասկացան, հրեաները ավելի շատ աշխարհիկ իմաստով նայեցին Քրիստոսին իբրև փրկչի, իբրև թագավորի, եւ երբ որ տեսան, որ Քրիստոս չարթարացրեց իրենց հույսերը, այդ իմաստով բավականին մեծ էր ատելությունը, որը հետո այդ սերը ամբողջ այդ ոգևորությունը, այդ սերը վերածվեց ատելության, որովհետև առաջին հերթին իրենց ազգային հայրենասիրությունն էր վիրավորված եւ նաեւ այդ ատելությունը Հիսուսի նկատմամբ, որով եւ մարդիկ պահանջեցին, որ Քրիստոսին խաչը հանեն, պայմանավորված էր նաեւ այդ մի տեսակ մարդկային առումով կամ աշխարհիկ առումով այդ հուսախաբության։ Քրիստոս բազմաթիվ անգամ այդ մասին սովորեցրել էր եւ ընդգծել էր, որ կարդացեք եւ քննեցեք գրքերը, նկատի ունենալով 5 կտակարանի օրենքի գրքերը, մարգարեության գրքերը, եւ տեսեք, որ Մեսիան, խոստացված Մեսիան, որը պիտի գար եւ փրկեր այս ժողովրդին, ոչ թե աշխարհիկ իմաստով փրկիչ էր լինելու, այլ հոգեվոր փրկիչ։ Եվ Քրիստոս բազմաթիվ անգամ հայտարարում էր, որ իմ իշխանությունը այս աշխարհից չէ, որ ինքը այս աշխարհից չէ, որ ինքը մեզ եկել է առաջնորդելու դեպի երկինք, որովհետև մարդը իրականում երկնքի քաղաքացի է, այս աշխարհը, այս կյանքը մեզ տրված ժամանակավոր իրողություններ են, եւ մենք այստեղ պարզապես կոչված ենք իրականություն դարձնելու մեր փրկությունը աստվածային սիրով եւ աստվածային ողորմությամբ։ Հաջորդ հարցը, որ հեռուստադիտողը ուղղել է մեզ, հետեւյալն է. արդյոք կարելի է պահք չպահել, սակայն զատկի տոնին, հարության տոնին հաղորդություն ստանալ միայն ծոմ պահելով։ Այո, իհարկե կարելի է։ Թեև մեր հորդորն է եւ մեր ցանկությունն է, որ յուրաքանչյուր հավատացյալ մարդ կարողանա այս մեծ պահքը պահի։ Երբեմն լինում է այնպես, որ մարդիկ պարզապես չեն համարձակվում, վախենում են, մտածելով, որ իրենց մոտ չի ստացվի։ Սա անհիմն է եւ անտեղին։ Իրապես կստացվի, եթե հավատքով մենք գնանք պահեցողության եւ փորձենք մեծ պահքը պահել ամբողջությամբ։ Վստահ եղեք եւ հավատացած եղեք, որ Աստված անպայման կօգնի։ Շատ հաճախ լսում ենք մարդկանց այս ձևակերպումները, որ ես կենթանական ծագումով կերակուրներ շատ եմ սիրում, առանց դրա ես չեմ կարող պարզապես, սրանք շատ հաճախ պարզապես արդարացումներ են։ Փորձեք եւ կտեսնեք, որ Աստծո օգնությամբ ամեն ինչ կստացվի։ Ուրիշ բան է, երբ որ մարդը չի կարողանում այս ամբողջ մեծ պահքի ընթացքին հետևել ֆիզիկական տկարության եւ որոշակի ֆիզիկական սահմանափակումների պատճառով։ Սա հասկանալի է եւ սա երբեք չի կարող մեղք համարվել այդ մարդու համար, ով պահք չի պահում։ Եվ հիմա այս դեպքում մարդը չենք կարող մենք մարդուն զրկել հաղորդությունից։ Եվ այս դեպքում է, որ հատկապես եւ ոչ միայն այս դեպքում, շատ հաճախ մարդիկ պահք են պահում հատկապես վերջին շաբաթը, զատկից առաջ ընկած այդ մեկ շաբաթը, որը ավագ շաբաթ է կոչվում։ Եթե չեք պահել պահքը մինչև այս պահը, ուրեմն պիտի հորդորենք եւ խորհրդանք գոնե այս վերջին շաբաթը պահեցողությամբ, զղջումով, ապաշխարությամբ, աղոթքով եկեք մասնակցեք հարության տոնին։ Եթե դա էլ հնարավոր չի, կրկին ուզում եմ ընդգծել, տարբեր պատճառներով, արդարացված բնականաբար, եւ եթե նույնիսկ ոչ արդարացված, եթե եղել է այնպես, որ պահքը չեք պահել, կարող եք զատկի տոնի առաջի օրը, ճրագալույցի պատարագի օրը առավոտվանից ծոմ պահել, անկախ նրանից պահքը պահել եք կամ ոչ, եւ մասնակցել պատարագի խորհրդին եւ հաղորդություն ստանալ։